Արդեն երրորդ օրն է, ինչ Արամ Ասատրյան կրտսերի հարսանիքի տոնական տրամադրությունը շարունակվում է և թվում է Ասատրյանների ընտանիքը չի էլ ուզում, որ այս գեղեցիկ պատմությունն ավարտվի։ Երրորդ օրն էլ անցնում է նույն ջերմությամբ, նույն երգ ու պարի մեջ, բայց այս անգամ ավելի ընտանեկան, ավելի ազատ, ավելի անկեղծ մթնոլորտում։ Ասատրյանների ընտանիքը Հարսի և Փեսայի ընկերներով, հարազատներով, մտերիմներով իսկապես վայելում է Հայաստանում անցկացված յուրաքանչյուր վայրկյանը։ Հյուրերը նշում են, որ նման մթնոլորտ կարելի է ստեղծել միայն այն ժամանակ, երբ սրտանց ես ուրախանում, իսկ հենց դա էլ առանձնացնում է այս հարսանիքը մյուսներից։ Այստեղ ամեն ինչ արվում էր ոչ թե ցուցադրության, այլ իրական ուրախության համար։ Այս հարսանիքն առանձնացավ նաև շատ կարևոր փաստով։ Փեսան հենց ինքը որոշեց, որ հարսանիքը պետք է կայանա Հայաստանում։ Նրանք ապրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում և երկար տարիներ անց նրանք վերադարձան իր սրտի ընտրյալի հետ միասին ընտանիքի ավանդույթների և արմատների ուժը նշելու համար։ Նշենք, որ Արամ Ասատրյան կրտսերի նշանադրությունը ևս տեղի է ունեցել Հայաստանում։ Նշանակալից է նաև այն, որ այս հարսանիքում չկային այն ամենն, ինչ սովորաբար սպասում են շքեղ հարսանիք ասելով։ Չկար դոլարային անձրև, ոչ էլ չափից շատ ցուցադրականություն։ Այստեղ շքեղությունը դրսևորվում էր մանրուքներում, նրբաճաշակ դիզայնում, բարձր մակարդակի կազմակերպվածությունում և ամենակարևորը՝ մարդկային ջերմ հարաբերություններում։ Հյուրերը հենց դա էին նշում. սա այն հարսանիքն է, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է, բայց ոչ արհեստական, այստեղ մարդիկ իսկապես երջանիկ են։ Երեկոյան, երբ Դվին համալիրում հնչում էին երգեր, իսկ հյուրերը պարում էին, արդեն երրորդ օրվա տոնական տրամադրությամբ շարունակվում է։ Քիչ առաջ էլ Կարմենը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրել է նոր տեսանյութ և ցույց է տվել, թե ինչպես է անցկացրել արդեն երրորդ օրը։ Տեսեք, թե ինչպես երջանիկ է նա և ինչպես է սրտանց ուրախանում Հայաստանում։ Տեսանյութում Կարմենն իր ամուսնու Արտակի հետ պարում է, չպահելով ժպիտ, իսկ նրա աչքերում փայլում է անկեղծ երջանկություն։ Տեսանյութը մի քանի ժամում դարձավ դիտումների ռեկորդագիր տասնյակ մեկնաբանություններով, որոնց մեծ մասը գրված էին նույն զգացմունքով. «Կարմեն ջան, դու ոչ միայն գեղեցիկ ես, այլև ոգեշնչող, քո պարզությունն ու մարդկայնությունը վարակիչ են»։ Կադրերում երևում էր, ինչպես Կարմենն ու Արտակը միասին պարում են լիաթոք։ Նրանց շարժումները ոչ թե բեմական, այլ կենդանի էին, թեթև, ազատ, իսկ աչքերում երևում էր այն անբացատրելի երջանկությունը, որը գալիս է միայն սրտից։ Բոլորը նշում էին, որ հենց Կարմենն ու Արտակն են այն մարդիկ, ովքեր իրենց սրտի ջերմությամբ ու համեստությամբ դարձնում են ամեն պահ անմոռանալի։ Նրանք իրենց օրինակով ցույց տվեցին, որ մեծությունը չի չափվում ցուցադրությամբ, այլ հոգու լուսավորությամբ։ Եվ հենց այդ պարզությունն ու անկեղծության մեջ էր այս հարսանիքի ամբողջ գեղեցկությունը։ Մարդիկ հեռանում էին, բայց դեռ շարունակում էին խոսել։ Ասատրյանների հարսանիքը մեզ սովորեցրեց՝ կարելի է շքեղ լինել առանց ցուցամոլության, կարելի է փայլել առանց բեմական լույսերի, եթե սրտիդ մեջ լույս կա։ Այս հարսանիքը կմտնի ոչ միայն Ասատրյանների ընտանեկան պատմության մեջ, այլև այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր ականատես եղան իսկական սիրո, ընտանեկան ջերմության և ազգային հպարտության տոնին։ Դե իսկ դուք չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե արդյոք հավանեցիք Արամ Ասատրյան կրտսերի հարսանեկան արարողությունը, Հարսի պարը և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի նոր հեռուստասերիալում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Այս հարսանիքը ոչ թե պարզապես գեղեցիկ տոն էր, այլ խորը խորհրդանշական օր, որը բխում էր Ասատրյանների ընտանիքի պատմությունից։ Հենց այս ամսաթիվը ընտրվել էր ոչ պատահականորեն։ Այդ օրը տարիներ առաջ լեգենդար երգիչ Արամ Ասատրյանն ու նրա կինը Նվարդն ամուսնացել էին։ Այդ օրվանից ընտանիքը միշտ նշել էր այն որպես սիրո, հավատարմության և ամուր ընտանիքի ծննդյան օր։ Արամ Ասատրյանի սերը Նվարդի հանդեպ մշտապես եղել է օրինակ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչել են նրանց։ Նրանց հարաբերությունը միշտ եղել է ազնվության փոխադարձ հարգանքի ու երաժշտական ոգու միաձուլման խորհրդանիշ։ Այդ պատճառով էլ, երբ Սեդրակ Ասատրյանի որդին որոշեց ամուսնանալ, ընտրվեց հենց այդ նույն օրը, որպես ժառանգության հիշատակի ու նոր սկզբի խորհրդանիշ։
Սրահում մթնոլորտն այնպիսին էր, կարծես Արամ Ասատրյանի հոգին ներկա լիներ, դահլիճում նրա երգերն էին հնչում, լուսանկարները պատերին, իսկ նրա ժպիտը մարդկանց հիշողություններում։ Երբ Հարսիկը պետք է կատարեր իր պահը, դահլիճում նորից լռություն տիրեց, բայց այս անգամ ոչ ոք չգիտեր ինչ երգ է հնչելու, եւ հենց որ առաջին ակորդները հնչեցին, բոլորը ճանաչեցին այն, դա Արամ Ասատրյանի «Անունիդ մեռնեմ» Աննա երգն էր։ Այդ վայրկյանը դարձավ ամբողջ հարսանիքի հոգին։ Սրահում նստած մարդիկ, ընկերները, երիտասարդները բոլորը գիտեին այդ երգի պատմությունը։ Նշենք, որ Արամ Ասատրյանն ունեցել է 3 որդի եւ 1 դուստր՝ Արտաշ Ասատրյան, Տիգրան Ասատրյան, Սեդրակ Ասատրյան, ցավոք նա վախճանվել է 2006 թվականին, եւ Զվարթ Ասատրյան։ Թանկ ես ինձ համար իմ անգին Նվարդ, իմ բալիկների եւ ծաղիկ եւ բարդ, Տիգրան, Սեդրակ, Արտաշ, Զվարթ, ինձ ես պարգևել իմ անգին Նվարդ, գրել էր Գուսան Արամը։ Արամ Ասատրյանը հայ երաժշտության պատմության մեջ այն եզակի անուններից է, որի խոսքը, երգը եւ ներկայությունը դարձել են մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ։ Նա ոչ միայն հանրաճանաչ երգիչ էր, այլ մի մարդ, ով իր կերպարով ձևավորեց ժողովրդական արվեստի նոր ոճ, միացրեց հայկական տոնական մշակույթը, հին ավանդույթներն ու ժամանակակից հնչյունները։ Արամ Ասատրյանը ծնվել է 1953 թվականին։ Մանկուց առանձնացել է իր երաժշտական լսողությամբ ու ինքնուրույն երգելու ցանկությամբ։ Ասում են, դեռ փոքր տարիքից նա սովոր էր երգել ամեն տեղ՝ դպրոցում, բակում, ընտանեկան հավաքների ժամանակ։ Նրա ձայնը եւ խարիզման այնքան ուժեղ էին, որ մարդիկ դեռ այն ժամանակ ասում էին՝ «Էս տղեն մի օր բոլորին պիտի հայտնի դառնա»։ Եվ այդպես էլ եղավ։ 1980-ականներից սկսած Արամ Ասատրյանը դարձավ այն երգիչը, որի անունը հավասար էր տոնին, ուրախությանը եւ հայկականությանը։ Նրա երգերը հնչում էին ամեն օր հարսանիքներում, գյուղերում, քաղաքներում, ռեստորաններում, մեքենաներում, բայց ամենակարևորը դրանք հնչում էին սրտերում։ Նրա երգերի հիմնական թեման միշտ եղել է սերը, ընտանիքը, հավատը եւ հայրենիքը։ Նա երգում էր այնպես, որ նույնիսկ ամենապարզ բառը դառնում էր խորը իմաստով լեցուն։